Բարև ձեզ։ Ուրեմն այս կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալների չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել, իր սխալները արդարացնելու համար փորձում է զրոյացնել դա եւ մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս խայտարակության դեմ ես իմ մարտական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները 44-օրյա պատերազմի ժամանակ հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար եւ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Շքանշանները ստացել ենք եւ Արցախի հանրապետության նախագահից եւ Հայաստանի հանրապետության նախագահից։ Ես կհանձնեմ իմ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը եւ մարտական ծառայություն շքանշանը։ Այս պահին 7 մասնակից կհանձնի։ Տեսեք, այս իշխանավորները, ով պետության գլուխն են հիմա, ուղղակի այդ պայքարի գաղափարը ոչնչացնում են, ուղղակի զրոյացնում են եւ մենք այս քայլով ուզում ենք ասենք, որ բողոք ենք արտահայտում դրա դեմ ու ասում ենք, որ մենք պայքարելու ենք, այս քայլով մենք ասում ենք, որ պայքարելու ենք, որպեսզի սա տեղի չունենա այլևս։ Այո, հաջորդիվ դուք կիմանաք արդեն։ Հիմա ես էլ իմ խոսքը կասեմ,